Սիրելի հավատագիցներ, բարելույթ բոլորիդ։ Ուրեմն մի հատ շատ լուրջ վկայություն լսեցի այսօր առավոտ, որ կուզեի պարտադիր ձեզ հետ կիսվեի։ Ինչի մասին է, որ նոր իմ մոտ շատ հարցերի պատասխաններ տվե, շատ հարցերի պատասխաններ ես ինքս էլ վերջերս կստանամ, որովհետև Աստծուն այս հարցն եմ տվել, Տեր ջան, ինչ սխալներ կա, ինչ մեղքեր կա իմ մեջս, կխնդրեմ քեզնից, որպեսզի դու ինձ բացես ու ցույց տաս։ Ու Աստված շատ խորություններ կբացե, ամեն մեկը կանգառեք ձեր վրա ու ամեն մեկը Աստծուց հարցրեք, որպեսզի ձեր սխալներն ու մեղքերը ու խնդիրները ձեզիս է, որպեսզի հասկանաք ձեր կյանքերի մեջ անեծքի պատճառը ինչի համար կուկա։ Ուրեմն այս թեման ինչի մասին է, кстати, махаца, и я умер, и Иисус показал мне запрещенную правду о новом բրակի, կսես մահացա ու Աստված ինձ ցույց տվեց արգելված ճշմարտությունը նոր ամուսնության հետ կապված։ Ես այս տեսանյութի սիլքեն կտեղադրեմ, որբիսի դուք ավելի մանրամասնորեն ռուսերեն տարբերակով նայեք։ Բայց ես հագիշ կաշխատեմ սորից հետո թարգմանությունները շատ հագիշ ջենեմ, բառ առ բառ չենեմ, որտեղ որ հիմնական մտքերն ես ցեզի կսեմ ճշմարտությունները աստվածաշնչյան համարներով կներկայացնեմ, իսկ մնացածը արդեն դուք կրնաք ռուսերեն տարբերակով, եթե կուզեք մանրամասն նայեք, ժողովուրդ ջան։ Այս թեման է, երեխեք ջան։ Այս նկարները շատ հնարավոր որ հենց իրանք չեղնին, տիակալցուն ստեղ է տեղադրված, հենց այս տեսանյութն է, սիլքեն հենց մեկնությունների մեջ կտեղադրեմ, որպեսզի սիլքի վրա սեղմեք ու նայեք։ Ուրեմն ինչի մասին կխոսա, որ ինքը բաժանվել է իր ամուսնուց երկար տարիներ ապրելուց հետո, որովհետև իր համար շատ դժվար է եղել իր այդ ամուսնանալը առանց բռնկության պատճառի։ Ու հետո ինքը ամուսնացել է եկեղեցում Դանիել անունով մի տղամարդու հետ, որի կինոր մահացած է, ինչ կանոր քիչ է եղել, ու հետո որ ինքը հանգարցակի մահացել է, Աստված իրան ցույց է տվել, որ ինքը դեռ կապված է իր առաջի ամուսնության հետ ու հիմնականում իրանց սայուսը միությունը երկնքի մեջ քանդված չէ ու Աստված չի օրհնել իր երկրորդ միությունը անկախ այն բանից որ իր երկրորդ ամուսինը շատ լավ է եղել Աստված ոչ թե կնայի մեր կրած տառապանքներին, այլ ինքը միշտ կբռնե ճշմարտությունը։ Շատ հեշտ է, երբ որ ամեն մեկս կփնտրենք հեշտ կյանքով ապրել ու արտարացնենք, թե ել չենք դիմանա ու մեզի համար շատ դժվար է, բայց Աստված կնախընտրե միշտ ճիշտ կյանքով ապրելը։ Հիսուսի համար հեշտ չէր խաչը բարձրանալը, բայց ճիշտ էր բարձրանալը։ Ժողովուրդ ջան, հիմնական մտքերը սիգեին, իսկ մի կարտամ Աստվածաշնչից համարներ որոնք իժականում ցույց կտան, թե Աստված ինչեղ կվերաբերվի Աբա Հարզանին։ Ուրեմն մի կարտամ Մաղաքիա 2-րդ գլխի 16 խոսքը։ Քանի որ Իսրայելի Տեր Աստվածը կասե, թե ինքը կադե կին արձակելը։ Ստեղ ինչ կուտա, ինքը կադե կին արձակելը։ Բայց մարդի իր հանդերձովը զրկան կծածկե, կասե զորքերի Տերը, ուստի ձեր հոգուն զգուշություն արեք ու անհավատարիմ մի լինեք։ Ստեղ խոսացվի հավատարմության մասին նաև, որ Աստված կադե բաժանվելը։ Ուրեմն այս ներքևը, եթե կտեսնիք, ստեղ ինքը բարի վրա նշան կա, գրած, դրած։ Ստեղ թարգմանության մեջ ես հենց նոր տեսա, ասիկ հեչ մի անգամ ուշադրություն չէի դարձրել, կամ եթե կադե նրան, թող արձակե։ Այսինքն, եթե կնոջդ կադես, պետք է արձակես։ Ստեղ այդ միտքը կուտա, օրինակ այս միտքը ինձ համար նորություններ գրեք մեկնությունների մեջ ու մոտ ինչ կբացվի, ես ինքս պետք է աղոթեմ ու այս թեման շատ խորությամբ պետք է քննարկեմ, որպեսզի ամեն ինչ շատ մանրամասնորեն Տերը բացե ինձի։ Աշխատեք ամեն հարցի պատասխանները Տիրոջից ստանաք։ Մյուս խոսքը, որն որ կուզենամ կարդանք Մատթեոս 5:32-ը։ Բայց ես ձեզի կասեմ, ով որ իր կինը արձակե առանց բռնկության պատճառի, ինքը պատճառ կլինի նրան ու նրա շնություն անելուն, եւ ով որ այն արձակվածը առնե շնություն կգործե։ Մի նայեք ստեղ երկու միտք, որ նոր ինձի բացվավ,
նախ առանց պոռնոգության պատճառի այդ քրոջը ինչ որ Հիսուսներ սե չի կարելի բաժնվել ամուսնուց կամ կնոջից չի կարելի բաժնվել ու եթե բաժնվին էլ եթե ինչ որ մեկ իրանց հետ կամուսնանա ինքն էլ շնություն կգործե ուղղակի մենք սիկ միշտ կաշտանք կանցնենք էսինք սեր բայց սկան ուշադրություն չի դարձրե ինչ էս վկայությունը լսեցին նորից միան վկայություն կա դիգե կտեղադրեմ էլի նույն միտքը կսե ու հետաքրքիր ես մի հատ վկայություն եմ լսե որտեղ որ Հիսուսը կսե աշկելված չէ բաժնվել ես կրնամ մի բան եմ սեմ որ հիմնականում կամ վկայություններ որ կրնաս սատանան էլ կեղծե դոր համար ես կխնդրեմ բոլորիցդ որբիսի ամեն մեկդ ովքեր որ այս քայլը երել եք միամ անմիջապես Աստծուց պատասխան առնիք այս քուրը որ նոր ես ներկայացրիք սե շատ անգամներ Աստված ինձիք հետ կխոսար ինձի ցույց կուդար ինչ որ բան ընչերի մոդս ես կսկայի որ ես ինչ որ սխալի մեջ էի բայց ինչ որ թե ուշադրություն չէի դարձնե եթե ձեր մեջը կան հանգստություն վախեր անպայման անձնաքննություն երեք տեսանյութը որ նոր կտեղադրեմ մեկ քանի անգամ լսեք ով որ ռուսերեն չի հասկանա խնդրեք թող մեկ ուրիշը թարգմանե որովհետև թարգմանությունը բավականին երկար կտևե ես ուղագի հագիշ մտքերը որբիսի դուք դետալ հասկանաք ինչ տերը կուզեց էսե քանի ժամանակ ունենք շոուր ջան ուղագի պիտի անձնաքննություն կատարենք բոլորիս մեջ շատ մեղքեր կա նույնիսկ չիդենք ու այդ չիդենալն էլ մեզի չի արտարացնեք սեմ ժողովուրդս բնաչին եղավ գիտություն չունենալու պատճառով այսինքն եթե չունիս էլ բնաչին չգենես չունիս ժամանակ տրամադրել լսե Աստծո խոսքը ու ճանաչե ճշմարտությունը սիգեր որ կուզեի կիսվե մյուս խոսքը կարտամ ուրեմն առաջինը Աստված սկսե կադե աբա հարձանն չի չպետք բաժնվիս բայց այնտեղ նորից խոսք կար տածիքսը եթե կադե թող բաժնվի չգիտեմ սիկ պետք է քննարկվի շատ խորությամբ ես սկսեմ այն ինչ որ իմ մեջը սպասվել է կամ բաներ որ դեռ պետք է բացվին եթե ձեր մոտ ինչ որ բաներ է բացվեք գրեք մեկնությունների մեջ ակտիվ մասնակցեք որովհետև մեկս մյուսից պետք է օգնենք որ այս հարցի ճիշտ պատասխաններ ստանանք քանի ժամանակ ունենք որբիսի որևէ մեկս որևէ հարցում չսխալվենք հաջորդ խոսքը 19:9 բացեմ Մատթեոս 19:9 Սակայն ցեզի կասեմ ով որ առանց պոռնոգության պատճառի իր կինը արձակե ուրիշը առնե շնություն կանե եւ որ արձակվածը առնե շնություն կանե ուրեմն երկուսն էլ եթե կբաժնվին ես քեզ չեմ սիրե խոսքի պոռնոգություն չի եղե մեջ ես սոր կսիրեմ բաժնվի գքսը ուրիշի կառն ինքն է շնություն կենե եթե կինն էլ կնշանվի ուրիշի հետ ինքն է շնություն կենե այս միտքը կսե ցիկ թե որ շատ բարձ կսե սիկ բացատրելու բան էլ չկա որ հասկանանք չգիտեմ սիկ սպես մյուսը մեգե որ դեպքում կրնա բաժնվի Ա Կորինթացիս 7:15 ուրեմն կրնա բաժնվի պոռնոգության պատճառով Մենակ պոռնոգության պատճառով մյուսն է Ա Կորինթացիս 7:15 կաշտանք Իսկ եթե անհավատը զատվի թող զատվի մի եղբայր կամ քույր այսպիսի պարագաների մեջ կերի չէ սակայն Աստված խաղաղության մեջ կանչեց Ուրեմն նաև որ դեպքում կրնա բաժնվի առաջինը պոռնոգության պատճառով երկրորդն է քո ամուսինդ անհավատ է կամ կինդ եղբայր կամ քույր անհավատ է Կրնա ինքը կուզե բաժնվի, ինքը չի ուզե ապրի, թող բաժնվի։ Դուք իրան չեք կրնա զորով ստիպեք, որ ինքը ցեզի հետ ապրի։ Ժորժ Ճանցկանը ես սիլկեկը կտեղադրեմ, դուք շատ մանրամասնորեն քննեք։ Ինձ թվար, ստեղ շատերը ունիկ անձնաքննություն կատարելու, ես ինքս էլ շատ հարցերի պատասխաններ ունիմ ստանալու, քանի ժամանակ կա մակրվինք, սրբվինք, որովհետև Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Սկանը կսպասեմ ձեր մեկնություններին, ձեր կարծիքները գրեք, աստվածաշնչյան համարներ գրեք, ձեր մոտեցումները գրեք ու նաև ամեն մեկը վերանայեք ձեր ապրած կյանքը։ Ու հիշեք, թե ինչի համար առանց պատճառի անեսք չի կա, անեսք եկե ձեր կյանքերի վրա։